Անչափահասների մասնակցությամբ 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին 109 հանցագործություն է գրանցվել ըստ վիճակագրական կոմիտեի։ Դա տարվա առաջին 3 ամիսներին գրանցված հանցագործությունների ընդամենը 2,5%-ն է։ Հանցագործությունների մոտ կեսը ոչ մեծ ծանրության են։ Սպանության 1 դեպք կա, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված 4 դեպք, խուլիգանության, գույքի հափշտակության դեպքեր են գրանցվել։ Թմրաշրջանառության 5 դեպք է գրանցվել մինչև մարտ, սակայն նարկոլոգ Սուրեն Նազինյանի խոսքով դա ամբողջական պատկերը չի արտացոլում։ Թմրամիջոցների ոլորտը շատ լատենտ ոլորտ է եւ բոլորը չէ որ դիում են բուժման կամ բոլորը չէ որ հայտնում են իրավապահ մարմինների տեսադաշտում։ Այս տարվա 5 դեպքերի մեջ չի ներառվում վերջերս Արարատի մարզի Մղջյան գյուղում տեղի ունեցածը։ Գյուղացիների պատմելով բարձր դասարանցիները ստիպողաբար թմրանյութի նմանվող նյութ են քսել 4-րդ դասարանցիներից մի քանիսի շուրթերին։ Քննչական կոմիտեն 4 հոգու նկատմամբ քրեական գործ է հարուցել։ Չեմ բացառում, որ դեռահասների շրջանում, նույնիսկ համոզված եմ, որ դեռահասների շրջանում թմրամիջոցների որոշակի տարածման աճ կա, բայց այն, որ դրանք դպրոցներում են տարածվում, քիչ հավանական է։ Մենք անցյալ տարի Կախվածության բուժման ազգային կենտրոն դիմել են 2 դեռահասային տարիքի աղջնակ, 15 տարեկան եւ 16 տարեկան հասակի։ Դա նախկինում տենց բան չէիր տեսնի դու։ Այսինքն մենք կարանք փաստենք, որ նույնիսկ դեռահասային տարիքի աղջիկներն են հասանելի դարձել թմրամիջոցը։ Իր դպրոցական տարիներն է հիշում Նազինյանը։ Իրենք թմրանյութերի մասին շատ աղոտ պատկերացումներ ունեին, իսկ հիմա դեռահասները լավ են տեղեկացված այդ թեմայով։ Մասնավորապես համացանցային որոշակի հավելվածների միջոցով թմրամիջոցների տարածման աճն, այսինքն թմրամիջոցների տարածումը ավանդական մեթոդներով, եղանակներով չի իրականացվում է համացանցային հավելվածների միջոցով, իսկ այդ համացանցային հավելվածները դեռահասներին են հասանելի։ Դեռահասներին շատ ավելի բան է, շատ ավելի տեղեկատվական նյութեր է հասանելի։ Հիմա շատ հանգիստ դեռահասը կարա որևէ որոնման համակարգում նշի տվյալ նյութի անունը կամ գրի ընդհանրապես թմրամիջոց ու նյութերը բերելու է։ Փորձագետի կարծիքով պետք է հատուկ մշակված ծրագրային կրթությամբ այս ամենի դեմն առնել, բացատրել, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ թմրանյութերը ու մյուս վնասակար սովորությունները։ Կարևոր է նաև այս խնդրի լուծումը տալ այլ խնդիրների լուծմամբ։ Օրինակ դպրոցներում սպորտային միջոցառումների հետ կապված խնդիր կա, ֆիզկուլտուրայի հետ կապված խնդիր կա, ընդհանրապես դեռահասների շրջանում սպորտով զբաղվելու հետ կապված խնդիր, այսինքն դրական զբաղմունքները պետքա դեռահասի կամ դպրոցականի կյանքում այնքան շատ լինեն, որ ինքը ուղղակի ժամանակ չունենա մտածելու թմրամիջոցների մասին, ու որ հետագամ թմրամիջոցների մասին պատկերացում, թմրամիջոցների մասին մտքերը չդառնան դոմինանտ դեռահասի կյանքում։ Տեխնիկայի զարգացման հետ տարածվող չարիքը, որը միջնադարում ծնկի բերեց Չինաստանին, հայ դեռահասներից հեռու չի քայլում։ Համացանցը երբեմն անկառավարելի է։ Մասնագետի խոսքով այժմ իրավապահները ավելի մեծ թափով են աշխատում ավելի վատ արդյունքը կանխելու համար, բայց քանի որ սոցհարթակները դառնում են թմրանյութերի վաճառքի հսկայական խանութներ, անհրաժեշտ է հատուկ ռազմավարություն ունենալ։ Սիմոն Հովհաննիսյան, Reopen Media։